Սիրով ողջունում եմ ձեզ իմ շատ սիրելի բաժանորդներ ջան։ Ուրեմն այսօր կպատրաստենք շատ համեղ գարնանային աղցան, որի գլխավոր բաղադրիչը կանաչ լոբին է։ Ուրեմն շատ դալար, շատ համեղ լոբի եմ վերցրել։ Կարող եք վերցնել նաև պատիճավոր լոբի, այսինքն որ շատ բարալիկ է։ Այդ լոբու տեսակն է, կարող եք օգտագործել։ Հիմա իհարկե լոբին արդեն մաքրել եմ երկու կողմից, թելեր չուներ։ Այնտեղ կաթսայով ջուր եմ եռացնում, որի մեջ կուղարկեմ միայն լոբին։ Եռացող ջրի մեջ ավելացնում եմ ամբողջ լոբին։ Այսպես։ Բոլորը որ սուզվեն։ Աղ եմ անում և շոքե խաշում եմ, այդպես ասած բլանշռում եմ, ուշադիր ենք լինելու սիրելիներս, որպեսզի լոբին շատ չեփվի և պահպանի իր խրխրթանությունը։ Կրակնանջատում եմ, ինձ մոտ եփվեց մոտ 10 րոպե և սառը ջրի մեջ եմ ուղարկում, որպեսզի կանաչ գույնը հնարավորինս պահպանի լոբին։ Այժմ լոբին կողք ենք դնում և շարունակում ենք աշխատել մյուս բաղադրիչների հետ։ Այստեղ ինձ մոտ կարմիր քաղցր պղպեղ է։ Պղպեղը հարկավոր է այսպես երկարավուն ձողիկների բաժանել։ Մի փոքր բուսայուղ ենք ավելացնում և ավելացնում ենք պղպեղը։ Բաց կրակով մի փոքր պղպեղը կտապակենք, շատ քիչ, որպեսզի այն մի փոքր թուլանա սիրելիներ։ Բավական է։ Անցապես տեղափոխում եմ աղցանավանի մեջ, որպեսզի սառչի։ Նրանք դարձել են այսպիսի ենթարկող։ Լոբին իհարկե ջրքամել եմ, տեսեք այն պահպանել է իր կանաչ գույնը։ Թեպետ ասեմ, երբ որ ավելացնենք քացախ, այն նորից մի փոքր գույնը փոխելու է, բայց դա համի վրա չի ազդելու։ Հիմա քանի որ ես ուզում եմ, որ աղցանի տեսքը լինի թելիկ, հա, այդ տարբերակը, այդ դեպքում ես մեջտեղից այսպես կկիսեմ լոբին։ Շատ կարևոր է այս աղցանի համար վերցնել հենց մատղաշ լոբի։ Կարող եք նաև մանրացնել ձեր իսկ ցանկացած ձևով։ Հաջորդը ինչ որ կավելացնենք այստեղ, սիրելիներս, դա նեխուրի ցողուններն են։ Եթե չեք սիրում նեխուր, որ չեք սիրում, կարող եք բացառել և ավելացնել միայն մաղադանոս, բայց ես այսօր կավելացնեմ համ մաղադանոս, համ նեխուր։ Մանրացնենք նաև մաղադանոսը։ Կարող եք վերցնել նաև համեմ, ինչպես նաև սամիտ։ Արդեն իսկ շատ գեղեցիկ համեղ տեսք ունի, չէ՞, գարնանային։ Պետք մեր օրերում ցանկացած տեսակի ուտեստ, աղցան կլինի դա, կարող ենք պատրաստել ամեն օր, չէ՞։ Հա, սխտորն ենք քերում։ Երկու միջին հաճախ սխտոր։ Այս ամենի վրա առատորեն կավելացնենք նաև ընկույզ։ Կարող եք մանրիչ սարքով մանրացնել, ես այսօր հնարավոր դանակով կմանրացնեմ, այսպես մի քիչ լավ ենք մանրացնում այս աղցանի համար, որպեսզի կպչի բաղադրիչների վրա, հա, բայց ներկայությունը պարտադիր է։
ավելացնում ենք մանրացրած ընկույզը, ենք նաև խնձորի քացախ, ինձ մոտ 5%-անոց քացախ է, 3 ճաշի գթալ ավելացնեմ, բավական է, մի փոքր էլ աղ եմ անում, քանի որ լոբին այդքան էլ աղի համը չէր վերցրել և իհարկե բոլոր բաղադրիչները այստեղ աղի կարիք ունեն։ Մի փոքր էլ ձիթայուղ, շատ քիչ։ Նախ սխտոր այսպես ընկույզի հետ հենց այսպես կտրորեմ, առանցին տարա չեմ վերցնի դրա համար, որպեսզի լավ տարածվի, հա։ Ինչքան գեղեցիկ տեսք ունի և ուշադրություն դարձրեք, որ այս տիպի աղցանները ես սիրում եմ ձեռնոցով խառնել, որ չլխկվեն և համաչափ լավ խառնվեն, քանի որ մանր կտորներ չեն։ Ուշադրությունը ձեր գրավում եմ ուրեմն լոբու վրա, որ այսպես կտրելով այն ներսից էլ համեմվում է։ Ճիշտ է, այն մեկ անգամ գոնե այսպես կտրել շեղակի։ Դե հիմա մանր կկտրտեք, թե այսպես թելիք, արդեն ճաշակի հարց է։ Հիմա ես լավ կխառնեմ, աղը կստուգեմ և կփորձեմ ձեզ համար։ Ցանկալի է, որ աղցանը սառնարանում մի փոքր էլ մնա և համերը այսպես միախառնվեն, էլ ավելի համեղ լինի։ Ընկույզը կպչել է բաղադրիչների վրա և ինչքան շատ ընկույզ, այնքան էլ ավելի համեղ։ Ահա այսպիսի գունեղ հրաշք աղցան պատրաստեցինք միասին սիրելիներս և իհարկե համտեսելու եմ լավաշով։ Ես այսպես եմ սիրում։ Հիմա ես ձեզ ոնց նկարագրեմ, ոնց համոզեմ, որ անպայման պատրաստեք հենց այս աղցանը, շատ համով է։ Հյութեղ, խրխրթում է ընկույզը, սխտորային բույրը, շատ համով է, շատ։ Եթե հնարավոր է, սիրելիներս, պատրաստեք միայն խնձորի ցածր տոկոսանոց քացախով, չգիտեմ, ըստ իս խնձորի քացախով պատրաստած աղցանները ավելի նուրբ են, համեղ են, ինչի որ չի ասի, ասենք խաղողի քացախի մասին, այսպես։ Անտիրա։ Այսքանը սիրելիներս, հուսով եմ կպատրաստեք, անուշ կանեք և կգրեք ինչպիսին էր բաղադրատոմսը։ Շնորհակալ եմ, որ ինձ հետ էիք և որ այդքան դրական եք։ Մինչ նոր համեղ հանդիպումներ։